Պարոն Ավինյան, ես այդ թեմայի մասին իհարկե աշխատանքային ռեժիմով մի քանի քննարկումներ ունեցել եմ, բայց ամբողջ աշխարհում այդ միտումը, այսինքն այս խնդիրների շատ քաղաքներ բախվում են եւ այսպես ասած ստորգետնյա քաղաքի ռազմավարությունները հիմա ավելի ու ավելի շատ տեղերում են տարածված, որպեսզի ստորգետնյա ենթակառուցվածքներ կառուցվեն այնպիսի, որ խողովակներ եւ այլն, այդ ամեն ինչի սպասարկման համար ճանապարհային շերտի հետ կապված առնչություններ կամ չլինեն կամ ընդհանրապես նվազագույնի հասցվեն։ Իհարկե պարզ է, որ դա ահռելի ներդրում է, բայց եթե մենք հասկանանք, որ դա փոքր կտորներով պետք է գնանք մետրոյի կառուցումով, այլ ենթակառուցվածքների կառուցումով, ընդհանուր հիմա միտում կա, որ էլեկտրական ենթակայանները ստորգետնյա են տանում, որովհետև նաև ջերմային ռեժիմները ավելի հեշտ է ապահովել այդտեղ, սպասարկումը ավելի հեշտ է ապահովել եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ կարծում եմ, որ Երևանի համար էլ եւ մեր մյուս քաղաքների համար էլ այսպիսի ռազմավարություններ պետք է մենք որդեգրենք։ Հիմա երեք գնացել ենք օրինակ Կոտայքի մարզում եւ բոլոր մարզերում է հրաշալի ճանապարհներ են կառուցված, գծանշած եւ այլն, մեկ էլ տեսնում ենք, միտեղ այնց կտրած է, միտեղ սենց է կտրած, միտեղ նենց է կտրած, ու ասենք դա ցավալի տեսարան է, որ ասում են ոնց որ մսիցդ պոկած լինի, այդ այնց զգացողություն ա լինում, որ այդքան ջանքը գործադրվել է տասնամյակներով գոյություն չունեցող ճանապարհը բերվել է այդ տեսքի, բայց մեկ էլ տեսնում ես մի 20 սանտիմետր սենց ճանապարհը այս ծերից այնցերը կտրել են ու այդ նշանակում է, որ տեղից ջուրը մտնելու է ու քայքայումը տեղից սկսելու է։ Բայց այս է մեր իրականությունը, պետք է առնչվենք, առերեսվենք եւ լուծումներ գտնելով գնանք առաջ։